Ժողովուրդ օրաթերթը գրում է ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումները նոր փուլ են մտնում։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավորապես կատարող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած որոշմամբ հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության նոր կանոնները, որոնց մի շարք դրույթներ ուղղակիորեն առնչվում են հավատարմագրված լրագրողների մասնագիտական գործունեությանը։ Նոր կանոններով փաստացի ավելի է սահմանափակվում լրագրողների ազատ տեղաշարժն ու աշխատանքը խորհրդարանում։ Հավատարմագրված լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն հատուկ առանձնացված վայրերում, իսկ այլ հատվածներում աշխատելու համար պետք է ստանան ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Ժողովուրդ օրաթերթը երեկ հայտնել էր, որ ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանի ծեծի գործով անցնող 5 մեղադրյալներն ազատ են արձակվել։ Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն նախաքննական մարմինը պատրաստվում է առաջիկա օրերին գործող մեղադրյալներին եւ Ավետ Կոնջորյանին դեմ հարցաքննել։ Ըստ մեր տեղեկությունների գործի քննության այս փուլում առերեսումներն անխուսափելի են համարվում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին կգումարվի ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նիստը, որը խորհրդանշելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր քաղաքական դասավորության մեկնարկը։ Ազգային ժողովում ներկայացված կլինեն 3 քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր 64 մանդատ ուժեղ Հայաստան 29 մանդատ, Հայաստան Դաշինք 12 մանդատ։ Ամենաուշագրավ զարգացումները կապված են ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հետ։ Թեկնածուների ցանկը ցույց է տալիս, որ հատկապես իշխող խմբակցության ներսում մի շարք հանձնաժողովների համար առկա է լուրջ մրցակցություն։ Առլուրեյեմն արդեն հայտնել է, որ այսօր արդեն քաղաքացիական պայմանագրի վարչության գրասենյակում կընտրեն իշխանությունների համար մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, ազգային ժողովի նոր ընտիր ուժեղ Հայաստան խմբակցությունը դեռևս չի շտապում ամբողջ կազմով մտել խորհրդարանական աշխատանքի դաշտ։ Ժողովուրդ օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ ուրբաթ կամ շաբաթ նախատեսվում է խմբակցության հանդիպումը գործարար Սամվել Կարապետյանի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն ոչ միայն քաղաքական առաջնահերթությունները, այլև խորհրդարանում բաժանվելիք առանցքային պաշտոնները։ Մեր տեղեկություններով Սամվել Կարապետյանը նախքան խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցել է, ցանկանում է անձամբ հստակեցնել իր թիմի հետագա անելիքները եւ վերջնական համաձայնության բերել ապագա պաշտոնական նշանակումների հարցերը։ Փաստացի ուժեղ Հայաստանի ներսում առանցքային որոշումները կայացվում են ոչ թե խորհրդարանական հարթակում, այլ թիմի քաղաքական կենտրոնում։